Ռազմավարություն ունենալ նշանակում է իմանալ ուր է ստանում բիզնեսը։ Շատ բիզնեսներ կան, որոնք ոչ միայն ռազմավարություն չունեն, այլ չգիտեն իրենք ինչի համար են ստեղծվել։ Երբ որ մենք հարցնում ենք, որն է ձեր բիզնեսի նպատակը, համատարած հնչում է պատասխանը փող աշխատելը։ Համակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր գործառույթների սահմանը, գիտի իր պատասխանատվության սահմանը եւ գիտի ինքը ուր է տանում այդ բիզնեսը։ Մարդը կամ հաջողակ է, կամ հաջողակ չէ, անկախ նրանից թե քանի հոգի են իրեն խորհուրդ տալիս։ Ինչպես է պետք ասել մարդուն, թե ինքը ինչ դեր ունի ինչ որ կառույցում։ Ինքը իր տեսակով բան է, մարտիկա, ոինը, որ ինքը կգնա եւ իմ համար կպայքարի։ Քան թե մարդ ով սուս կմնա, բայց շատ լավ բեքգրաունդ կունենա։ Կան մարդիկ, որոնց հետ իհարկե անհնար է աշխատել։ Ուղղակի իրենք այդ տեղում չեն, լավ մասնագետներ են, բայց իրենց մոտեցումն է այլ։ Ես ունեցել եմ այն փորձառությունը, երբ ես 4 աշխատակցի աշխատանք արել եմ ինքս, որովհետև տենց ավելի հեշտ էր եւ ավելի արագ էր, քան իրենց ամեն պահի ուղղելը։ Ընդ որում, երբ որ մենք կադր չենք գտնում եւ հրաժեշտ ենք տալիս ինչ-որ մեկին, դա շատ ավելի ազնիվ է բիզնեսի նկատմամբ, քան երբ մենք պահում ենք, իրեն էլ ենք տանջում, բիզնեսն էլ ենք տանջում։ Բացեցի իմ կազմակերպությունը, շատ դանդաղ քայլերով առաջ գնացի, շատ դանդաղ։ Ինչ տենդենսներ կան, շատ հետաքրքիր տենդենսներ կան, ամեն ինչ խառն է։ Պետք է էլի հղում անեմ էկոնոմիկայի օրենքներին, որ այն ինչը թանկացել է, երբեք չի վերադառնալու իր նախկին գնին։ Բարև ձեզ, դուք լսում դիտում եք Մեծ գործ ոդքասթը, այսօրվա իմ հյուրը Սաթենիկ Մկրտչյանն է։ Սաթենիկը Home Invest անշարժ գույքի գործակալության ղեկավարն է, անշարժ գույքի ակադեմիայի ղեկավարը եւ բիզնեսի խորհրդատու, բիզնեսի կառավարման խորհրդատու։ Սաթենիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Աստղիկ։ Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր ոդքասթին եւ առաջին հարցս իրականում երբ նայում էի ձեր տարբեր հարցազրույցները, ինձ մի հետաքրքիր դրվագ գրավեց ձեր կյանքից, որ նախկինում եղել եք մանկավարժ ու աշխատել եք ոչ այդքան էլ սովորական պայմաններում երեխաների հետ, ովքեր տարբեր բարդ իրավիճակներում գտնվող ընտանիքներից են եղել, որ խնդրեմ կպատմեք ինչպես հայտնվեցիք այդ դպրոցում ու ինչի հենց այդ դպրոցում։ Շնորհակալ եմ հրավերի համար, Աստղիկ, ուրախ եմ մեր ծանոթության համար։ Հետաքրքիր է, որ հասել եք այդ հարցազրույցին, որովհետև անկեղծ այնքան հին անցյալում է մնացել այդ իրականությունը, որ պահի տակ մոռանում եմ, որ դա եղել է։ Ես իմ առաջի կրթությամբ մանկավարժական համալսարանն եմ ավարտել։ Եթե շատ անկեղծ լինեմ, ուղղակի ընդունվել եմ այդ բարձրագույն կրթություն ունենալու համար եւ բացարձակ մասնագիտական կողմնորոշում չունեի։ Այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուն զուգահեռ պետք է մտածեի, թե ասպիրանտական ինչ ուղի եմ ընտրելու եւ ինձ հետաքրքրեց, ես լեզվաբան գրականագետ եմ առաջի կրթությամբ, ինձ հետաքրքրեց ոչ թե գնալ այդ դասական ակադեմիական իրավիճակները, որոնք արդեն եղել անցել դարձել են գիտություն, այդ ուղղությամբ գնալ, այլ ինչ որ կենթանի մի բան ուսումնասիրել եւ փորձել օգուտ տալ մարդկանց, չգիտեմ, իհարկե անպագորգորա հնչում մի քիչ, բայց ամեն դեպքում ուզում եմ մի քիչ ավելի կենթանի բանի հասնել եւ հիմնական պատճառներից մեկը դա էր, որ ես որոշեցի զբաղվել այն երեխաներով, որոնք ապրում են ոչ բարենպաստ պայմաններում, ոչ բարենպաստ ընտանիքներում, միջավայրի ուսումնասիրություններ այնտեղ շատ հետաքրքիր իրենց եւ կենսակերպը եւ ծնողներից ստացած ներազդեցությունները, այդ ամբողջ վտանգները, որի միջով իրենք անցնում են, բայց անցնում են կամ պիտի գնան դեպի դրական ուղի, կամ պետքա մնան հենց այդ նույն միջավայրը շարունակեն զարգացնել, ճակերտավոր եւ վատ իմաստով, եւ դա էր կարծեք այն հիմնական շարժիչ ուժը, որ ինձ տարավ դեպի այդ ուղղությամբ։ Այսօր երբ նայում եմ հետ, կարծում եմ, որ 20, 22, 23 տարեկան աղջկա համար շատ
անհասկանալի եւ բարդ ճանապարհ էր, որովհետեւ իսկ դու ինչ ես որոշել, որ ինչ որ բան պետք է անես։ Դա Քանաքեռի գիշերօթիկ դպրոցն էր, որտեղ կենտրոն այդ տարիներին շատ մեծ գործեր իրականացվում այդ դպրոցում եւ այդ դպրոցը այդ կենտրոնն էր, որտեղ հանրապետությունից հավաքել էին ամենատարբեր խնդիրներով երեխաների եւ բերել էին այդտեղ, խմբավորել էին դասարաններ, որտեղ տարբեր տարիքի երեխաներ կային, ասենք մի 4 դասարանում կարողա 14-16 տարեկան երեխաներ լինեին, պլյուս մանկատան երեխաներ էին այդտեղ գալիս, տարբեր սոցիալական անապահով աջակցման կենտրոններից էին երեխաներ գալիս, մի խոսքով միջավայր էր, որը դրական կյանքի լավ կողմերի մասին որևէ բան չէր ասում։ Փոխարենը միջավայր էր, որը ցույց էր տալիս կյանքի այն հակառակ կողմը, որտեղ մարդիկ են ապրում, որը գլամուրի մասին չի, որը նորաձևության մասին չի, որը զարգացման մասին չի, զուտ գոյատևման մասին է, օրվա խնդիր լուծելու մասին է եւ ապագան չտեսնելու։ Եթե ես այս տարիքում հայտնվեի այդ միջավայրում, գուցե ես կկարողանայի ինչ-որ բան փոխել եւ ավելի վստահ լինել, բայց բնականաբար այդ տարիքի մարդու համար դա դեպրեսիայի բուն է եւ բնական է, որ ես պետք է փոխեի որոշումս եւ գնայի դեպի ավելի հետաքրքիր մասնագիտություն, հետաքրքիր կյանք։ Դեպի բիզնես։ Նախ ես գնացի դեպի հանրային կապեր, մարքեթինգ եւ մեդիա։ Ունեի այդ փորձը մեդիայի դեռևս ուսանողական տարիներից, բայց գնացի մի քիչ դեպի բիզնես եւ դեպի բիզնեսի մեջ այդ ուղղությունը։ Հետո անցա հանրային կառավարման, հետո անցա Սփյուռքի նախարարությունում աշխատանքի որպես մամուլի քարտուղար, հետո տարբեր կազմակերպությունների հետ համագործակցեցի մեդիայի հաղորդակցության այդ ոլորտներում, մարքեթինգ, վաճառքներ, հետո նոր բիզնես։ Իսկ այդ փորձը ենթադրում եմ պետք է որ լուրջ ներդրում լիներ հետագայի համար նույն կոմունիկացիայի մասով երբեմն դժվար դեպքերում դժվար իրավիճակներում երբ որ կոմունիկացիայի փորձ ես ունենում այդ շատ մեծ անկին ներդրում է լինում քո հաջողության համար, որովհետև հետագայում ավելի հեշտ ես կարողանում շատ ավելի մեղմ իրավիճակներում կոմունիկացվել եւ լուծել լիքը հարցեր։ Միանշանակ ես պետք է ասեմ, որ այն մարդիկ, այն անհատները, այն երեխաները, իրենց ծնողները, իրենց խնդիրները, ընտանիքները, այդ խնդիրները, անհավանական երբեմն թվացող անմարդկային խնդիրները, մարդկային հարաբերությունների ամենավատ կողմը, այդ ժամանակ ինձ թույլ տվեց ավելի լավ գնահատել այն մյուս կյանքը, որը զարգացման մասին է, որը առաջընթացի մասին է։ Ես մինչև հիմա ասում եմ, որ ես իհարկե շատ չեմ հիշում այդ ժամանակահատվածը, որովհետև դրանից հետո իմ կյանքում շատ հետաքրքիր աշխատանքներ, բիզնեսներ, պրոցեսներ են եղել, շատ չեմ հիշում դա, բայց փոխարենը դա այն ֆունդամենտալ շերտն է, որը ինձ թույլ է տվել մարդուն ճանաչել եւ մարդու հետ աշխատել։ Դե ես այդ ընթացքում նաև քանի որ աշխատում էի դիսերտացիայիս վրա, ահռելի գրականություն էի կարդում, որը հենց այդ կարգի մարդկանց հետ, չեմ ուզում խմբերի բաժանել, խտրականություն դնել, բայց հենց խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատանքի վերաբերյալ ամենակարևոր ուղեցույցներն էին, որը իհարկե ամբողջ աշխարհում կա, բայց մեր հասարակությունը հենց նաև այդ ժամանակ շատ ավելի փակ էր այդ թեմաները բացելուն։ Այդ տարիներին հատկապես նոր էին ձևավորվում Հայաստանում մարդու իրավունքների, կանանց իրավունքների, երեխաների պաշտպանության մասին խոսակցություններն ու գործերը, բայց կարծեք ոչ հասարակությունն էր պատրաստ այդ խավի մարդկանց հետ աշխատելու, ոչ այդ կազմակերպություններն էին պատրաստ եւ ոչ էլ կրթական հաստատություններն էին պատրաստ։ Արդյունքում մենք մի հատ իրավիճակում ենք, երբ որ խնդիրը կար, լուծողը չկար։ Հիմա եթե անկեղծ չգիտեմ ինչ իրավիճակ է այդ ոլորտում, բայց զուտ իմ մարդկային տեսակի վրա այդ ամբողջ ժամանակահատվածը շատ լուրջ հետք է թողել եւ ես ուրախ եմ, որ դրա միջով անցել եմ։ Անցնելով բիզնեսի կառավարման խորհրդատուի աշխատանքին,
Ինչա դա ենթադրում, ինչ է կանում եւ ինչ տիպի բիզնեսների հետ եք աշխատում։ Բիզնեսի կառավարման խորհրդատուների ինստիտուտը ընդհանուր առմամբ այդ ոլորտում աշխատում են մասնագետներ, զարգանում, ձևավորվում են մասնագետներ, որոնք բիզնեսի յուրաքանչյուր ուղղվածության եւ յուրաքանչյուր շերտի համար ունեն մեթոդաբանություն ճիշտ զարգացնելու, ճիշտ հիմնելու, ճիշտ հիմքերի վրա դնելու, ճիշտ համակարգներ դնելու այդ ցանկացած բիզնեսի մասն է խոսքը, ճիշտ համակարգ դնելու, դերաբաշխումները իրականացնելու եւ զարգացման պլանավորումը իրականացնելու համար, բացահայտելու տվյալ կազմակերպության նպատակները, ընդհանրապես ինչի համար է ինքը ստեղծվում, ինչի համար է ստեղծվում, ինչ տեսլական ունի եւ ուր է ուզում գնալ, հավաքելու այդ կազմակերպության գաղափարի շուրջ մարդիկ եւ տալ են մեթոդաբանությունը, որով պետք է ճիշտ կառավարել։ Ինչի համար են բիզնես խորհրդատուները, որովհետեւ իրենք սա մասնագիտությունը, որ անընդհատ կրթվելու փուլի մեջ է, նոր մոտեցումներ, նոր ստանդարտներ, նոր մեթոդաբանություններ, մենք անընդհատ այդ process-ը երբեք չի դադարում մեր սովորելու եւ դա է հնարավորություն տալիս, որ մենք եւ տրենդի մեջ լինենք եւ հասկանանք կառավարումը ընդհանուր առմամբ բիզնեսի տրամաբանությունը ուր է գնում եւ միջազգային առումով մրցունակ կազմակերպություններ ձևավորենք ու զարգացնենք։ Օգնում է բիզնեսներին կառավարել բոլոր process-ները։ Կապված ոլորտից ընտրվում է ճիշտ մեթոդաբանությունը, ճիշտ ստանդարտը, որոնք տարբեր ինստիտուտների կողմից մշակվում են, ներդրվում է։ Ինչ բաժիններ կամ ինչ ճյուղեր ունի այդ կառավարումը։ Ես երբ որ սովորում էի management, այդ ժամանակ կար տենց բաժանում ռազմավարություն, հաշվապահություն, leadership առաջնորդություն ու marketing։ Ենթադրում եմ միգուցե կան նաև այլ գլոբալ մեծ ճյուղեր։ Ցանկացած կազմակերպություն, որը որ ստեղծվում է, իդեալական է, երբ ունենում է ղեկավարություն, հավաքվում է աշխատակազմ, հետևաբար մենք գործ ունենք այստեղ HR-ի գործառույթի հետ։ Իրավական կողմը, ֆինանսական կողմը, որը կլինի հաշվապահությունը կամ ֆինանսական տնօրենի եւ հաշվապահությունը եւ ֆինանսական տնօրենի գործառույթը, որոնք կարդինալ տարբեր բաներ են իրարից անում, մարքեթինգ, վաճառքներ, բիզնեսի զարգացման այդ կտորը, որ պատասխանատու է թե ինչպես է բիզնեսը զարգանալու։ Շատ տարբեր ուղղություններ կան եւ որակի կառավարում, եւ անձնակազմի կառավարում, անձնակազմի ուրախություն ապահովող, չգիտեմ, ամենատարբեր միջոցառումներ իրականացնող, նայած մենք արտադրական process-ներ իրականացնող, նայած մենք ինչ ոլորտի մասին ենք խոսում եւ ինչ տիպի կազմակերպության մասին է։ Հետևաբար ընտրվում են բոլոր բաժինները, որոնք անհրաժեշտ են այդ ընկերության բիզնեսին ճիշտ աշխատելու համար, ստեղծվում է իրենց մեջ կապը, համակարգվում է այդ ամբողջ գործունեությունը եւ ռազմավարական պլանավորում է իրականացվում, այսինքն կազմակերպությունը իր ստրատեգիկ առումով ուր է գնում եւ ինչ միավոր ժամանակում ուր պետք է հասնի։ Յուրաքանչյուր ուղղության եւ յուրաքանչյուր բլոկի համար սահմանվում են անելիքները եւ յուրաքանչյուր բլոկի համար գտնվում է այդ կապը ընկերության ներսում։ Գլոբալ առումով դրանք ունենում են մի ընդհանուր ստրատեգիա եւ ունենում են նաեւ մասնավոր ստրատեգիաներ կապված տվյալ բլոկի հետ։ Գլոբալ առումով կառավարումը հենց դրա մասին է։ Ճիշտ ներկայացնել են մեթոդաբանությունը, ստեղծել են համակարգը, որը անկախ ամեն ինչից այնքան հանգամանալից մշակված է, որը ուղղակի այդ փաստաթուղթը ստանալ, որի շատ մարդկային լեզվով եմ էլի բացատրում, ստանալ են փաստաթուղթը եւ այն ձեռնարկ ուղեցույցը, որի հիման վրա ընկերության յուրաքանչյուր աշխատակից հասկանում է, թե ինքը այդ կազմակերպության համար ով է եւ կարողանում է ըստ դրա ընկերության ընդհանուր տեսլականի ու ռազմավարության շրջանում իրականացնել իր ուղիղ գործառույթները եւ ընկերությունը բոլորով տանում են առաջ։ Շատ կարեւոր է, որ այստեղ ընկերության ներսում յուրաքանչյուր աշխատակից հասկանա, գիտակցի իր դերը
իր նշանակությունը եւ իր արժեքը այդ ամբողջ ռազմավարական process-ը առաջ տանելու գործում։ Եթե ընկերություններում դա կարողանում ենք ապահովել, բիզնեսը հաջողում է։ Որ պահին որ չէ, արդեն ունենում ենք խնդիր։ Իրականում երկու հատ շատ կարևոր բան ասեցիք, այդ ռազմավարություն ունենալն ինքնին, օրինակ մեր կազմակերպությունը, որը փոքր կազմակերպություն է, մենք ունենք ռազմավարություն ու դա շատ դեպքերում ուղղակի փրկություն է, երբ որ հատկապես ինչ որ լճացման փուլա կամ խառնվում ես իրար, ուզում ես հասկանաս հիմա որն էր քո հաջորդ քայլը, դու հիշում ես, որ կամ հատ օգնական, որ միտեղ ինչ որ բաներ կա գրած ու դա քեզ օգնում է, որ հասկանաս կամ ռեստարտ լինես ու շարունակես այդ աշխատանքը։ Բայց Հայաստանում ինձ թվում է, որ շատ բիզնեսներ կան, որ այդ ռազմավարությունը ընդհանրապես չունեն։ Ոչ միայն Հայաստանում։ Okay, ընդհանրապես դա արդյոք համարվում է սխալ կամ ոնց են ու միևնույն ժամանակ հնարավոր է ունենալ լավ բիզնես առանց այդ ռազմավարության, առանց այդ փաստաթղթերի։ Գիտեք, այն ինչ փաստաթղթավորված չէ, այն ինչ մարդու մտքում է, մարդու բանավոր խոսքում է, ժողովներում է, տեսլականում է, բայց որը փաստաթղթավորված չի, դա ռազմավարություն չի եւ դա գոյություն չունի պարզապես։ Ռազմավարություն ունենալ նշանակում է իմանալ ուր է ստանում բիզնեսը։ Այն, որ ամբողջ աշխարհը այսօր կարիք ունի ճկունության եւ գտնվում է турբուլենտության ինչ-որ իրավիճակում, սկսած հատկապես COVID-ից եւ դրանից հետո եկող ամենատարբեր իրավիճակներից, որին յուրաքանչյուր բիզնես արձագանքում է եւ տարբերակ չունի, միշտ ներազդվում է այդ ամեն ինչից, դա փաստ է։ Եվ շատ հաճախ ասում են, ինչ ռազմավարությունների մասին է խոսքը, թե մենք չգիտենք վաղվա օրը ինչ է լինելու։ Բայց ես եկել եմ այն եզրակացության, որ ռազմավարությունը այն համակարգն է, որը թույլ է տալիս բիզնեսի անգամ ամենածայրահեղ իրավիճակներում ունենալ այն հերթական պլանը եւ ունենալ այն մոտեցումները, որոնք իրավիճակը փրկելու են։ Եվ պետք չի հասցնել իրավիճակը փրկելուն, որովհետեւ ցանկացած իրավիճակ հենց այդ ռազմավարության մեջ պետք է արտացոլված լինի։ Ինչ ենք անում, եթե ինչ ենք անում երբ պատերազմ է, երբ, չգիտեմ, COVID է, երբ ամենատարրական ուշացել է բեռների փոխադրումը։ Մենք պետք է յուրաքանչյուր քայլի համար ունենանք հակաքայլ եւ դա արտացոլված լինի ռազմավարության մեջ։ Երբ այդ ամենը կա, մենք ուղղակի հանգիստ մտածում ենք զարգացման մասին, մտածում ենք ոչ թե անենք դա, քանի որ ծիճկաները պետքա դնել, այլ չէ, մենք դրա շրջանակում զարգացման մասին ենք մտածում։ Եթե չունենք, մենք անընդհատ պայքարում ենք, անընդհատ նոր բան ենք մտածում։ Այն ընկերությունները, որոնք ժամանակ ու ռեսուրս են ծախսել այդ ռազմավարությունների վրա, ավելի հեշտ են իրենց զարգացմանը հասնում, քան այն ընկերությունները, որոնք չունեն։ Բայց անդրադառնալով ձեր հարցին, աստղիկ շատ ընկերություններ կան, շատ բիզնեսներ կան, որոնք ոչ միայն ռազմավարություն չունեն, այլ չգիտեն իրենք ինչի համար են ստեղծվել։ Երբ որ մենք հարցնում ենք, որն է ձեր բիզնեսի նպատակը, համատարած հնչում է պատասխանը փող աշխատելը։ Ժամանակակից աշխարհում եւ բիզնեսի աշխարհում փող աշխատելը դա բիզնեսի նպատակը չի կարող լինել։ Փողը միշտ հետևանք է այն ամեն ինչին, ինչը դու ստեղծում ես, այն արժեքին, ինչը դու ստեղծում ես։ Այլ հարց է, որ պետք է ինչքան հստակ հաշվարկել, որ այդ փողը գա այնքան, ինչքան դու ուզում ես։ Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ բիզնեսները հաջողել են առանց վաղվա օրվա մասին որևէ պատկերացում ունենալու։ Ու դա իրականություն է։ Բայց արդյոք դրանք բիզնեսներ են, թե դրանք զուտ ձեռնարկատիրություն են, թե առևտուր են, թե ինչ-որ գործունեություն են։ Եկեք դրա մասին մի քիչ ավելի բարձ բացատրեք, որոնք են տարբերությունները։ Հիմա մեկը կրպակաբացել եւ փողը աշխատում է, բիզնես չի։ Գործունեությունն է, դա ձեռնարկատիրությունը։ Բիզնեսը այն է, երբ կա հստակ համակարգ, երբ կա հստակ ռազմավարություն, երբ կան մարդիկ, որոնք իրականացնում են այդ ռազմավարությունը եւ վաղվա օրը տեսանելի է եւ փաստաթղթավորված է։ Եվ այդ ամեն ինչի շուրջ գործում է համակարգ։ Համակարգ ասելով ես նկատի չունեմ հարյուրավոր աշխատակիցներ, ես նկատի ունեմ համակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր գործառույթների սահմանը, գիտի իր պատասխանատվության սահմանը եւ գիտի ինքն ուր է տանում այդ բիզնեսը։ Ես շատ քիչ կրպակներ գիտեմ, որոնք գիտեն թե ուր են գնում։
Իհարկե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կրպակ կսարքեն հեղինակավոր եւ շատ մեծ մասշտաբային բիզնես իհարկե կլինեն եւ բրավո իրենց, եթե դա իրենք կարողանան։ Իրականում տենց ասացված կա, չէ, որ հարուստները հարստանում են, աղքատները աղքատանում են։ Նույնն էլ ենթադրում եմ բիզնեսի մեջ է ու հատկապես բիզնեսի մեջ է, եթե դու ունես փող, դու կարողանում ես վճարել բիզնեսի կառավարման խորհրդատուին, ունենում ես տարբեր խորհրդատուներ, մասնագետներ եւ քո աշխատանքը հաջողությունը գալիս է։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ավելի համեստ ֆինանսական ռեսուրսներ եւ նաեւ համեստ մարդկային ռեսուրսներ, հավանականությունը, որ իրանք ավելի կզարգանան, կընդլայնվեն, ավելի քիչ է կարծում եմ տոկոսը։ Ես նախ հաջողությունը եւ կոնսուլտանտների ներգրավվածությունը իրար հետ չէի կապի։ Ինչու՞։ Որովհետև մարդը կամ հաջողակ է, կամ հաջողակ չէ, անկախ նրանից, թե քանի հոգի են իրեն խորհուրդ տալիս։ Այնքան հետաքրքիր պատմություններ կան այդ առումով բիզնեսում, օրինակ Քրքրքորյանին, երբ որ 40 հոգի խորհուրդ էին տալիս, բայց 40 հոգի լավագույն մասնագետներ, կոնսուլտանտներ խորհուրդ էին տալիս, բայց ինքը ընտրեց այն ուղին, որը ինքը եկավ այն եզրակացության, որը իրեն տարավ հաջողության, դա վառ օրինակներից մեկն է։ Գիտեք, այսօր պարտադիր չէ, ինֆորմացիան տեղեկատվությունը այնքան հասանելի է, եւ այնքան շատ են այն միջոցները, որով կարելի է գրագետ բիզնես վարել։ Բացարձակ պարտադիր չի դրա համար ունենալ կոնսուլտանտների մի խումբ։ Իսկ ով է ասում, որ եթե կոնսուլտանտները կան, ապա հաջողությունը կգա։ Ես 2-3 հիմնական սկզբունք կա, որին հավատում եմ բիզնեսի մեջ, որի առաջինը հաջողությունն է, հենց գործարարի հաջողությունը։ Գործարարը ինքը պետք է հաջողակ լինի։ Ունենանք աշխարհի լավագույն կոնսուլտանտներին, վարձենք իրենց, վճարենք իրենց, բայց եթե տվյալ գործարարը չեղավ հաջողակ, այդ բիզնեսը առաջ չի գնում։ Ինչ է նշանակում հաջողակ, այդ աստծուց տրված ինչ որ Թույլ տվեք ասել, որ դա հենց այդ մարդու, չգիտեմ, կարող է էզոթերիկ հնչի որոշակիորեն, բայց դա այդ մարդու աուրան է, դա այդ մարդու էներգիան է, այդ մարդու մոտիվացիան եւ այն շարժիչ ուժերը, այն հանգամանքները, որոնք իրեն տանում են դեպի հաջողություն։ Ինչից է լինում, որ մարդը մի ոլորտում հաջողում է, մյուսում չէ։ Հրաշալի հաջողակ գործարար է, ասենք, պահածոների արտադրության մասով, բայց հագուստի արտադրությունում ֆեյլ է անում, ինչի իր հաջողությունը այնտեղ էր, իր էներգիան այնտեղ էր։ Հաջողությունը շատ կարևոր բան է, դա մի քիչ վերացական է հնչում, բայց իրոք դա գոյություն ունի։ Մյուս բանը, որին ես անվերապահորեն հավատում եմ, այդ ռազմավարությունն է եւ թվերը։ Եթե դու ամեն ինչ ճիշտ ես անում թվերի շրջանում, եւ եթե դու ունես այդ ոլորտում հաջողակ լինելու այդ նախախնամությունը, հանգամանքներն այնց կդասավորվեն, որ դու դա կունենաս։ Եվ հակառակը Excel-ի մեջ, տարբեր ծրագրերի մեջ թղթի վրա ունենալ հիանալի բիզնես, ունենալ ներդրումներ, որոնք արվում են այդ բիզնեսի վրա, փաստ չի, որ կտանեն հաջողությունը, որը որ ակնկալում է մարդը։ Ասել, որ թվերը նկատի ունեք հաշվապահությունը, ես նկատի ունեմ այն հաշվարկները, ռեսուրսների ճիշտ ներդրումը եւ դրանց հետ աշխատանքը, որոնք կբերեն եկամուտ։ Զուտ ճիշտ հաշվարկների մասին, ճիշտ հաշվարկները նկատի ունեմ, ինչքան եմ ներդնում, դրա վրա ինչ աշխատանք եմ անում, ինչ արժեք եմ ստեղծում եւ ինչքանով եմ դա վաճառում, որը ինձ հետ կգա որոշակի օգուտով։ Բայց եթե այդտեղ այդ մարդը իր տեղում չէ, այդ մարդը այդ բիզնեսը պիտի չանի, ինքը այդ բիզնեսի համար չէ, ինչ ուզում ա լինի, ոչինչ չի ստացվելու։ Իսկ այդ առաջնորդության որակները կապ ունեն հաջողության համար։ Իհարկե։ Ամենակարևոր բանը է այս մասում, տեսեք, ես չասեցի, որ շատ կարևոր է, որ կոնսուլտանտներ ներգրավեն, չգիտեմ ինչ համալսարաններ ավարտած կոնսուլտանտներ ներգրավեն այստեղ, որովհետև ես իհարկե դրան հավատում եմ, 4 ստաբիլ բիզնեսում ես դրան հավատում եմ եւ ինքս անում եմ դա, բայց
մարդը պետք է անընդհատ կիրթ լինի ինքը, գործարարը ինքը պետք է կիրթ լինի։ Եվ այդ առաջնորդության եւ այդ կրթությունը եւ առաջնորդություն բերող ամենատարբեր գործիքակազմը, որը ժամանակի ընթացքում մենք սովորում ենք, նույն այդ soft skill-երի ամբողջական փաթեթը, էմոցիոնալ ինտելեկտը, չգիտեմ, ստրեսակայունությունը, տենց նորաձև բաներ կան, որ մենք անընդհատ դա սովորում ենք, ինչպես լինել ճիշտ առաջնորդ, այդ ամեն ինչը իհարկե բերում են մարդուն, հասցնում են մի կետի, երբ որ ինքը ավելի հստակ եւ ավելի ճիշտ է կարողանում իրեն դրսևորել որևէ ոլորտում։ Դա ամենակարևորը ճիշտ տեղը գնալն է։ Տանում են այդ ամբողջ գիտելիքները մարդուն տանում են դեպի այդտեղ։ Դա եւ ուսումնասիրություններն են եւ անձնային փորձն է եւ ամենատարբեր գիտելիքներն են, որոնք արդեն ճիշտ են ուղղորդում։ Բայց միևնույն ժամանակ, ինչ եմ ես հաջողության մասին ասում անընդհատ։ Միևնույն ժամանակ ես ունեմ փորձ, ունեմ ծանոթներ, որոնք չունենալով որևէ նորմալ կրթություն, չունենալով որևէ լիդերային ինչ-որ լիդերշիփի որևէ տրեյնինգ անցած չլինելով, չունենալով նորմալ կոնսուլտանտներ իրենց շուրջը, անում են գործ, որը անում են անունը դնենք բիզնես կամ ինչ, դա իր տեսակի համակարգն է այդտեղ սարքել այդ մարդը։ Եվ ունեն հաջողություն, եւ ունեն շատ բարձր ցուցանիշներ։ Ասել, որ դա համակարգված բիզնես է, լինելով կոնսուլտանտ ես չեմ կարող, որովհետև ես ունեմ այն չափանիշները, որով պետքա գնահատեմ դա համակարգված բիզնես է, թե չէ։ Բայց այն որ այդ մարդն ասում է ես այս տարի վաճառել եմ այսքան, մյուս տարի պիտի վաճառեմ 10 անգամ ավելու հասնում է այդ մարդը դրան, առանց որևէ գիտելիքների։ Դա ոչ այլ ինչքան շատ լավ խոտառություն բիզնես եւ շատ լավ ներքին դրվածք, որը օգնում է իրեն, այլ բան չեմ կարող ասել։ Քանի որ առաջնորդի ու առաջնորդության մասին խոսեցինք, նաև ռազմավարության կոնտեքստում խոսում էիք նրա մասին, որ կադրը մարդը պետք է իմանա, թե իր դերը որն է այդ կազմակերպությունում։ Շատ կարևոր բան է։ Ինչպես է պետք ասել մարդուն, թե ինքը ինչ դեր ունի ինչ որ կառույցում։ Ինքնուցե շատ տրիվիալ հարց եմ տալիս, բայց կարծում եմ շատ կարևոր հարց է։ Դա շատ կարևոր հարց է։ Նախ այստեղ շատ կարևոր է բիզնեսի սեփականատիրոջ մոտիվացիան։ Ինչի համար է ինքը դա անում։ Ինչի համար է ինքը այդ գործունը։ Փող աշխատելը հասկացանք, օքեյ, դրեցինք մի կողմ։ Ինչի համար է ինքը դա անում։ Ինքն իրեն հարց տվել է, թե այդ բիզնեսը ինքը ինչի համար է ստեղծում եւ ընդհանրապես ինքը ինչ է ուզում ստեղծի որպես կառույց։ Երբ մարդը ինքը դա հասկացավ, մեխանիզմը կգտնի նաեւ իր աշխատողին բերելու դրա մեջ։ Որ կոնսուլտանտի տեսանկյունից մենք ունենք տարբեր, օրինակ ունենք EFQM ռազմավարությունը, որակի կառավարման հետ կապված, երբ այնտեղ հստակ մեթոդաբանություններ կան, երբ ամբողջ աշխատակազմը, սկսած հավաքարարից մինչև սեփականատեր, միասին հասկանում են, թե ով է իրեն, ինչ է իրանից ներկայացնում իրենց կազմակերպությունը։ Երբ դուք հավաքարարին, որը ամենակարևոր գործերից մեկն է անում գրասենյակում, եւ հաշվապահին դնում ենք իրար կողք, նստացնում ենք իրար կողք եւ յուրաքանչյուրին հարցնում ենք իր վերաբերմունքը տվյալ կազմակերպության նկատմամբ եւ հարցնում ենք իրեն, թե դու ո՞նց ես պատկերացնում այս հարցերի լուծումը, իրեն այլևս պետք չի ասել, գիտես, որ դու կարևոր ես այս կազմակերպությունը։ Այսինքն, եթե այդ մասնագետները կարողանում են ասել, մասնագետները պետք է կարողանան մտնել ընդհանուր համակարգ։ Իրենց պետք է զգան։ Իհարկե կա դրա ավելի པարզ տարբերակը, երբ որ հստակ ասվում է, բայց ասել, գիտես ինչ, դու ամենակարևոր մարդկանցից մեկն ես իմ կազմակերպության եւ չթողնել իրեն կարծիք հայտնել կամ չլսել այդ մարդու կարծիքը կամ չգիտեմ, անտեսել, խտրականություն դնել հաստիկների միջև։ Դա արդեն կեղծ է եւ որևէ բանի չի տանի կազմակերպությանը։ Ես գիտեմ այդպիսի կազմակերպություններ, որտեղ ֆորմալ առումով այդ ամեն ինչը պահվում է, դուք լավագույն, դուք ամենակարևոր մարդիկ եք մեր կազմակերպության համար եւ այլն, սուս նստեք ձեր գործը, ձեր սահմանված քառակուսի աշխատանքը կատարեք։
բայց երբ մարդը իհարկե նրա մասին չի խոսքը, որ օրինակ ֆինանսական տնօրենը պետքա խառնվի հավաքարարի աշխատանքի, հավաքարարը ֆինանսական տնօրենի աշխատանքին կամ մարքեթինգի ղեկավարը HR-ի աշխատանքին միջամտի մասնագիտական առումով։ Խոսքը դրա մասին չի, խոսքը ընդհանուր կազմակերպության այդ ներքին աուրան ստեղծելու մասին է, որի ընթացքում արդեն մթնոլորտը ընկերության փոխվում է։ Երբ բոլորը հասկանում են, որ իրենք այդտեղ ինչ որ ավելին են եւ սրտացավ են, նաեւ սրտացավությունը դրանից ավելանում եւ իրենք դեր ունեն այդ կազմակերպության տեսլականի ապագայի նկատմամբ, իրենց ամեն իրականացրած աշխատանքի արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան հնարավոր է պատկերացնել։ Իսկ ինչ անել այն դեպքերում, երբ մարդը օրինակ սիրով է աշխատում, սիրում է աշխատավայրը ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ այդ մարդուն պետք է անդադ հուշես, թե ինքը ոնց աշխատի։ Օրինակ մարդը չունի կարծիք կամ իր կարծիքները այդքան էլ առանձնապես պետք չի լսել, բայց միևնույն ժամանակ այդ այն մարդն է, որը ամեն դեպքում պետք է կազմակերպությանը, եթե սխալ չեմ հիշում, կա տենց դասակարգում, չէ, թիմի մեջ, թե ինչ տարբեր մարդկային որակներ ունեցող մարդիկ պետքա լինեն ու անկախ նրանից իրանք ինչքան լավ մասնագետ են կամ ինչքան արդյունավետ են աշխատում, իրանք այն ամենայնիվ պետք են թիմին, որ խնդրեմ այդ կադրային տարբերությունների, կադրերի ներգրավելու, կադրերի արդյունավետության մասին կխոսեք։ Այո, դա ամենակարևորն է, այդ HR-ի մասով դա կազմակերպությունները եւ բիզնեսները առաջ են տանում մարդիկ։ Առաջնորդները ոգին են, առաջ տանող այդ շարժիչ ուժն են, քարշակն են, բայց եթե մարդիկ չկիսեցին այդ ամբողջ տրամաբանությունը, գաղափարախոսությունը, տեսլականը, պիտի մոռանանք այդ բիզնեսի հաջողության մասին կամ ուղղակի կազմակերպությունը քաշ տալով առաջ տանենք։ Երբ ես ասում եմ ստրատեգիա, մենք այդ ստրատեգիայի մեջ պետք է հասկանանք, որ դա շատ բազմաշերտ աշխատանք է։ Անդրադառնալով HR-ի հատվածին, երբ ընկերության հիմնադիրը HR-ական ստրատեգիկ փուլում է, ինքը պետք է հասկանա, որ տիպի մարդիկ ինքը իրենք քոուչի ներգրավմամբ, HR-ի անմիջական մասնակցությամբ, տնօրենների խորհրդով եթե կա, իրենք պետք է հասկանան իրենց կազմակերպությունը ինչ տիպի մարդկանց մասին է։ Հոգեբանական առումով, այնտեղ արդյոք պետք է բոլորը լիդերներ լինեն, թե ինձ պետք են կատարողներ։ Որ հաստիքի համար ինչ հոգեբանական բնույթի մարդիկ են անհրաժեշտ։ Լիդերներ, կատարողներ, սկեպտիկներ, մարդիկ, չգիտեմ, ինտրովերտներ, որ նստած իրենց գործ անեն, որևէ մեկի հետ չշփվեն տվյալ հաստիքի համար։ Յուրաքանչյուր հաստիքի համար մենք փաստաթղթավորում ենք այն բոլոր հատկանիշները, եւ եթե ես մի քիչ ավելի բաց ասեմ, օրինակ մեր ուղղություններից մեկով մենք նույնիսկ ուշադրություն ենք դարձնում մի քիչ ավելի ոչ ավանդական մասով, ասենք էնիագրաման ենք հաշվի առնում մարդու, հաշվի ենք առնում իր որոշակի նումերոլոգիական տվյալներ, դա շատ քիչ մարդիկ են Հայաստանում անում, բայց դա բերում է հստակ այն ամբողջականությանը մարդու, ամբողջական պատկերին, որը ինձ պետք է այդ հաստիքը ճիշտ այդ հաստիքի գործառույթը իրականացնելու համար։ Եթե մենք դա անում ենք եւ հատկապես հոգեբանական առումով ենք իրեն վերլուծում, մասնագիտական առումով ավելի հեշտ է իրեն ապահովելը։ Մարդկային առումով մենք ստացանք իր պատկերը, մենք այդ ընթացքում հասկանում ենք, այս մարդը ինչի է ինձ պետք օրինակ, որ իմ հաշվապահը լինի որոշակի հատկություններով, որպեսզի ես կարողանամ իրեն ներգրավեմ իմ ամբողջ process-ում եւ իրանից արդյունք ստանամ, իրեն զարգացնեմ։ Հակված է այս մարդը սովորելու։ Ինչ ժամանակը մեկ ես հակված է ստրեսի, կոնֆլիկտների, միգուցե ինձ այդ որոշ հաստիկներում պետք է մարդ, որ օրինակ ինքը իր տեսակով բան է, մարտիկա, ոինը, որ ինքը կգնա եւ իմ համար կպայքարի։
քան թե մարդ ով սուս կմնա, բայց շատ լավ բեքգրաունդ կունենա մասնագիտական։ Այսինքն այդ հոգեբանական առումով երբ ես իր պատկերը ունենում եմ, արդեն հեշտ է լինում մասնագիտական առումով հասկանալ ինձ ինչ գիտելիքների տեր, ինչ խորությամբ գիտելիքների տեր մարդա պետք տվյալ հաստիքում։ Եվ քանի որ մենք պետքա զարգացման մասին մտածենք, մենք միավոր ժամանակում աուդիտ ենք անում, հասկանում ենք տվյալ աշխատակիցը ինչ վիճակում է եւ իմ ընկերության զարգացմանը զուգահեռ ինքը ինչ զարգացում պետք է ապրի։ Որոնք են տրեյնինգները, որ պետք է կազմակերպել իր համար, որ հատկանիշները պետք է իր ուժեղացնել, ինչ ցուցահանդեսների ինքը պետք է գնա, որովհետև միգուցե ես ուզում եմ ինքը շատ ներկայանալի լինի, ինչ դասական երաժշտություն պետք է լսի, ինչ կինոներ պետք է նայի, որ երկրներ պետք է ճամփորդի։ Եթե մենք խոսում ենք բարձր լեվելի կազմակերպությունների մասին, որոնք իրենց դա կարող են թույլ տալ, դա իդեալական է։ Եթե մենք խոսում ենք փոքր բիզնեսների մասին, դա էլի իրատեսական է։ Դա հստակ իրատեսական է։ Լավ, եկեք շատ ավելի փոքր, չէ, շատ փոքր կազմակերպությունների մասին խոսենք։ Ու տարբեր, քանի որ մեր կազմակերպությունը վերջին մի տարվա ընթացքում տարբեր փոքր կազմակերպությունների, սկսնակ բիզնեսների, նույնիսկ անհատ ձեռներեցների հետ ենք շատ աշխատել, իրանց խնդիրներն ու ցավերը հասկացել ենք, եկեք հենց իրանց օրինակով վերցնենք, էլի կա փոքր կազմակերպություն, կա փոքր բիզնես, որը չունի այդ ոչ մարդկային, ոչ ֆինանսական ռեսուրսները, որպեսզի նստի այդ ամբողջ վերլուծի, թե իրան ինչ տիպի մասնագետ է պետք, ինչ թիմ է ուզում եւ այլն։ Իդեպ կուզեի նաեւ նշեիք, որ այդ թիմերը, երբ որ դու ընտրում ես, կարեւոր է արդյոք որպեսզի ընտրես այնպիսի մարդ, ում հետ կոպիտ ասած յոլա կգնաս մարդկային առումով, այդ ուղղակի այդ խոսքի մեջ կնշեք, խոսքը շարունակեմ իրականում այդ մի կողմից, որ իրանք չունեն այդ կարողությունները, եւ մյուս կողմից կա մարդկային ռեսուրսի խնդիր, չկան կամ կան, բայց իրականում շատ դժվար է գտնել լավ մասնագետներ Հայաստանում, ու ոչ միշտ է, որ դա ֆինանսների հետ է նաև կապված, այսինքն դու ունես ֆինանսավորումը, որպեսզի համապատասխան կադր գտնես, բայց այդ կադրը ուղղակի չկա։ Դուք ինքներդ էլ արդյոք առնչվել եք նման խնդիրների։ Ես հիմա էլ եմ առնչվում այդ խնդրի մեջ։ Իմ բիզնեսը մեծ բիզնես չի։ Իմ բիզնեսը մարդկային ռեսուրսների առումով մեծ բիզնես չի, փոխարենը ես գիտեմ ոնց իրենց հետ աշխատեմ։ Կան մարդիկ, որոնց հետ իհարկե անհնար է աշխատել, ուղղակի իրենք այդ տեղում չեն, լավ մասնագետներ են, բայց իրենց մոտեցումն է այլ։ Համապատասխանությունը իհարկե շատ կարևոր է, որ մարդիկ իրար ճիշտ հասկանան։ Եթե ընկերությունը ունի HR, դա իդեալական է, HR-ը վրա դրվում է այդ բոլոր պարտականությունները եւ ինքը պարտավոր է, դա իր պարտականությունն է, այնպիսի մի հատ իրավիճակի բերել ընկերության մթնոլորտը, որ բոլորի հետ կարողանան աշխատել։ Դա շատ sense դասագրքային բան է։ Եվ դասագրքայինը նաև է, որ պետքա ընտրել նախ պետք է ընտրել են մարդկանց, որոնք համապատասխանում են ընկերության տեսլականին, որոնց հետ հետագայում կարելի կլինի աշխատել։ Փոքր ընկերությունների դեպքում այդ ամեն ինչը մտնում է բիզնեսի սեփականատիրոջ ուսերին։ Ինքը ունի երկու ընտրություն, կամ կրթվի, զարգանա, այնքան գիտելիք ստանա ինքը իրենով, այնքան գրականություն կարդա, այնքան տարբեր բաներ նայի, որ բերի իրեն հասցնի այդ վիճակին, կամ անի այդ մարդկանց գործը, որովհետև միշտ սխալ աշխատակցի ընտրությունը, սխալ կառավարված աշխատանքցի ընտրությունը փոքր բիզնեսում գործը թողում է տնօրենի ուսերին։ Եվ մենք այստեղ ստրատեգիկ զարգացման, հաջողության մասին ուղղակի չենք կարող խոսել, որովհետև տնօրենը, հիմնադիրը ամբողջ օրը զբաղված է լինելու իր սխալ կադրերի, սխալ եւ թերի արված աշխատանքի շտկումներով։ Չգիտեմ համաձայն եք այդ առումով թե չէ, բայց ես եւ իմ անձնական փորձից, երբ ես ունեցել եմ այն փորձառությունը, երբ ես 4 աշխատակցի աշխատանք արել եմ ինքս, որովհետև տենց ավելի հեշտ էր եւ ավելի արագ էր, քան իրենց ամեն պահի ուղղելը։
բիզնեսի սեփականատիրոջ եւ բիզնեսի խորհրդատվական առումով դա որպես կոնսուլտանտ ես գիտեմ, որ դա ճակատագրական սխալ է բիզնեսի համար։ Չի կարելի նման բան անել։ Ուղղակի չի կարելի, բայց այն որ մենք կադրերի խնդիր ունենք, դա միանշանակ կա։ Իսկ ինչ է փոքր բիզնեսներին, որ իրենք պարզապես սեփականատերը կրթվի եւ անպայման ներմուծի իր ընկերությունը այն մարդուն, ով կադրերի հետ կկարողանա ճիշտ աշխատել։ Այսինքն HR մասնագետ ունենա, coach ունենա։ Շատ լավ ինստիտուտ է այդ coaching-ի ինստիտուտը, որովհետև coach-ը շատ հաճախ բացահայտում է կադրերին շատ ավելի հեշտ, շատ ավելի գրագետ, շատ ավելի հեշտությամբ այդ մարդու մոտիվացիան արթնացնում է եւ կամ մարդը մնում է այդ կազմակերպությունում կամ չի մնում։ Ընդ որում, երբ որ մենք կադր չենք գտնում եւ հրաժեշտ ենք տալիս ինչ-որ մեկին, դա շատ ավելի ազնիվ է բիզնեսի նկատմամբ, քան երբ մենք պահում ենք, իրեն էլ ենք տանջում, բիզնեսն էլ ենք տանջում եւ առաջընթաց պարզապես չեն կարող ունենալ։ Կադրերի հարցը ամենաբարձ հարցն է բիզնեսի, որտեղ մենք կարող է հիանալի ռազմավարություն ունենանք, պլանավորենք այդ ամեն ինչը, բայց կադրերը ոչ թե չանեն, այլ նախ որակով չանեն։ Ահա մենք գտանք, բերեցինք այս մասնագետին, որովհետև շուկան բոլոր ուղղություններով կարող եմ ասել, որ հարյուրավոր աշխատակիցներ թվում է կան, մենք ամեն հայտարարության վրա հարյուրավոր CV-ներ ենք ստանում, բայց ուղղակի դատարկություն է տիրում մասնագիտական առումով։ Մարդկային առումով ոչինչ չեմ ուզում ասել, բայց մասնագիտական առումով մենք որակի լուրջ խնդիր ենք ունենում եւ հաշվապահության տեսանկյունից, եւ իրավաբանության տեսանկյունից, մարքեթինգի առումով կատաստրոֆա է տիրում։ Այդ այն մասնագետներն են, որոնք հարյուրներով ավարտում են եւ ահռելի քանակի տրեյնինգներ կան։ Լուծումը որն է այս դեպքում։ Իրականում նույն մարքեթինգի մասով էլ հաշվապահների մասով չեմ կարող ասել, որովհետև բարեբախտաբար մենք շատ լավ հաշվապահ ենք, բայց մարքեթինգի մասով իսկապես շատ շուկայում գրեթե ամեն երկրորդը SMM-ի մասնագետ է, բավականին sense թվացial լուրջ պորտֆոլիոներ են ներկայացնում, լուրջ background են ներկայացնում կրթական, հետո մարդու հետ շփվում ես, պարզվում է, որ լիքը բաներ ինքը ուղղակի տեխնիկական post տարածող է կամ չգիտեմ, ինչ որ անիրական բաներ է իրանցից պահանջում։ Միգուցե շուկայում կա այդ կեղծ պահանջարկը, որը նաև մեծ մարդիկ սկսում են գերագնահատել իրանց կարողությունները։ Ես վերջերս ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ծիծաղելով ասում էր, որ SMM-ի գործը մեզ մոտ ինքը Դանիայում ապրում, ուսանողներն են անում, որովհետև այդքան էլ ոչ թե լուրջ չեն վերաբերվում, այլ այն գիտելիքների պաշարը ուսանողները իրանց կրթությանը զուգահեռ սովորում են, պրակտիկային անցնում ու նաև այդ ոլորտում ավելի արագ մասնագիտանում են, իսկ Հայաստանում ինչ-որ ահռելի աննորմալ, երբեմն աննորմալ գների է հասնում այդ բաները։ Նայեք, ամբողջ հարցը ես համաձայն եմ։ Արտերկրում SMM-ը կենսակերպ է, որովհետև հատկապես այդ 2000-ականների սերունդը, որը այսօր SMM-ով է զբաղվում ավելի շատ, իրանք ուղղակի հենց այդ դա իրանց կարծեք DNT-ի մեջ է բանը, գadgetները, ամենատարբեր սոցիալական ցանցերը եւ դրանց ալգորիթմները իրանց համար այնքան օրգանիկ է։ Իրանք շատ հեշտությամբ են դա իրականացնում։ Մենք մի այսպիսի խնդիր ունենք։ Ամբողջ աշխարհում որևէ տեղ SMM-ը չի դիտարկվում բիզնեսի լոկոմոտիվը։ Հայաստանում բոլորին թվում է, թե ամսական 16 հատ post-ը իրենց բիզնեսը պետքա զարգացնի, իրականացնի մարքեթինգի գործառույթը, որը գլոբալ մի ամբողջ պատմություն է, իրականացնի վաճառքների բաժնի արտաքին հարաբերությունների գործառույթը, այսինքն այդ իմ թվարկած 3 առնվազն գործառույթներ են, որոնք բիզնեսը ուղղակի կառուցում ու զարգացնում են։ Որևէ տրամաբանության մեջ չկա, որ SMM-ը եւ որևէ բանի
ոչ դասագրքի, ոչ լուրջ տրեյնինգի, ոչ կոնսուլտանտի ինչ որ մեթոդաբանության մեջ չկա, որ SMM-ը հենց այն գործիքն է, որը տանելու է առաջ բիզնեսը։ Մի հավատացեք դրան ուղղակի։ Մի ակնկալեք SMM-ից ավելին, քան ինքը է։ Մեր բիզնեսների սխալը գալիս է դրանից։ Միևնույն ժամանակ ես համաձայն եմ, որ հայկական բիզնեսում SMM-ները շատ վատ որակի են։ Ես ինքս բախվում եմ դրան, որովհետև SMM-ը լինելով մարքեթինգի կտորներից մեկը, մարքեթինգի շատ կարևոր գործիքներից մեկը եւ առաջի տեսանելիությունը ապահովողը, այնքան բաղադրիչներ պետք է ունենա եւ այնքան հատկություններ պետք է ունենա, որը 18, 20, 25 տարեկան երեխաները ուղղակի վիճակի չեն դա իրականացնելու։ Մենք այստեղ խոսում ենք երբ որ SMM-ը լինում է մարքեթինգի բաղկացուցիչը եւ լինում է ռազմավարական առումով ճիշտ եւ կրում է մարքեթինգային ռազմավարության ուղիղ ազդեցությունը, ինքը կարող է անգամ 16 փոստով հաջողել, ինչը Հայաստանում չի արվում մեծամասամբ։ Մենք խոսում ենք գրագետ SMM-ի մասին, մենք պետք է մտածենք, կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք Աստղիկ, որ դա պետք է լինի վիզուալ առումով ճիշտ ընտրված բառապաշարով, ճիշտ ընտրված թիրախային լեքսիկոնով, ել չասեմ էսթետիկայի մասը, ել չասեմ այնտեղ նեյրոմարկետինգային որոշ հմտություններ, որոնք այս սերունդի երեխեքը հնարավոր չի այդքան արագ կլանեն։ Իրենք կարող է ճաշակով ինչ-որ բան անեն, անունը դնեն էսթետիկա, բայց դրա մեջ չլինի էսթետիկա, դրա մեջ չլինի թիրախային էսթետիկա։ Ասենք, ես շատ եմ բախվել, երբ տարբեր կատեգորիայի, տարբեր կալիբրի ընկերությունների համար ստացվում է նույն տեսակի էսթետիկա։ Չի կարող դա լինել, բայց 25 տարեկան երիտասարդը դա ուղղակի չի կարող տարբերակել, եթե ինքը կոնկրետ նեղ մասնագիտացված կրթություն չունի։ Իսկ ինքը ինչ կրթություն ունի, գնացել է ուղղակի տրեյնինգի։ Շատ լավ տրեյնինգի, որտեղ իրան տեխնիկապես շատ լավ բացատրել են, թե SMM-ը ինչ է։ Ու վերջ։ Ու մենք դրանով կորցնում ենք շատ բիզնեսներ, կանգնում են կռախի առաջ, որովհետև այդտենց է վերաբերվում բիզնեսի զարգացմանը։ Իրականում հենց այդ բովանդակային մասը ինձ էլ է շատ հուզող հարցերից մեկն է, որովհետև եթե դու հասկանալի է, որ մարդը մի քանի տարբեր ֆիրմաների հետ է աշխատում, բայց այդ ֆիրմաները պետքա, չեմ կարծում, որ նախ այնքան շատ են, որ ինքը չհասցնի մտնի խորանա, թե ինչ բիզնեսի հետ է աշխատում, առնվազն պետքա, չէ, դու բացես նայես այդ մարդը, այդ բիզնեսը ինչ տեսլական ունի, ինչ առաքելություն ունի, բրենդի ինչ գույներ է օգտագործում, ինչ բովանդակություն է օգտագործում, դա այդ բովանդակությունը պետքա ծայր իմանաս։ Եթե դու դա չիմանաս, դու չես կարողանալու աշխատես այդ թիրախային խմբի հետ, իր լսարանի հետ, ինչը իրականում չի արվում շատ հաճախ։ Համար է։ Վերադառնալով մեր խոսակցության սկզբին, շատ հաճախ մեր բիզնեսների սեփականատերերը չգիտեն իրենք ում համար են աշխատում։ Ով է քո բիզնեսի թիրախը։ Պարզել ես, ինչպիսին է քո կլիենտը, ով է քո գնորդը։ Ում է հասնում քո պրոդուկտը վերջնական։ Պրոդուկտը այստեղ կարող ենք դիտարկել եւ ծառայությունը եւ, չգիտեմ, սնունդը եւ շոշափելի ինչ որ ցանկացած բան։ Ով է քո հասցեատերը, ինչպիսին է նա, որն է իր համար էսթետիկան, որն է իր համար նախընտրելի լեքսիկոնը, ում համար ես դու ստեղծում, ում համար ես դու ընդհանրապես աշխատում։ Երբ մենք այս հարցերի պատասխանները ունենում ենք, ահագին օգնած ենք լինում մեր SMM մասնագետին, բայց երբ որ բիզնեսի սեփականատերն ասում բոլորը իմ թիրախում են, չի կարող։ Մենք ունենում ենք ծրված էֆեկտ, մենք ունենում ենք ծրված արդյունավետություն, արդյունքում չենք ունենում արդյունավետություն։ Մեղադրելու չի իրենց, ուղղակի այնքան հեշտ է թվում այդ ամեն ինչը, որ բոլորին թվում է, թե իրենք կարող են դա իրականացնել, թե դրա տակ ինչքան շերտեր կան։ Ես շատ քիչ գիտեմ կազմակերպություններ կամ SMM անողներ, որոնք հասկանում են, թե իրենց կլիենտը ով է։ Հա, ունեն 10-15 կլիենտի հետ կարող է աշխատեն,
Չունեմ ես այդ պատկերը, թե մարդը SMM-ի մասնագետը հասկանում է ով է իր կլիենտը։ Բայց իր կլիենտը իրենից ակնկալում է ինչ-որ առաջընթաց, չի լինելու դա։ Էլ չասեմ տնտեսական առումով, էկոնոմիկայի, քաղաքական, սոցիալական ամենատարբեր ներազդեցությունները ոնց կարող է ազդեն անգամ ամենագրագետ արված մարքեթինգի վրա։ Այդ ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք, նոր արդյունավետություն ակնկալենք բիզնեսից։ Եթե հաշվի առանք եւ մեր ռազմավարության մեջ դա դիտարկեցինք եւ սահմանեցինք եւ դրա հակազդեցությունը բիզնեսի ներսից դրա համար ունեցանք, կկարողանանք հաջողել։ Կարողանանք այդ գոյատևման ռեժիմը փոխել դեպի հաջողության ռեժիմի։ Սաթենիկ ջան, եկեք խոսենք ձեր բիզնեսի մասին, երբ մտաք անշարժ գույքի շուկա, ու ինչու մտաք այս շուկա։ Լավ հարցեր է, ինչու մտաքը։ Անշարժ գույքի շուկա շատ հնաբնակներից չեմ այս շուկայի։ Ես իմ բիզնեսը, իմ խորհրդատվական բիզնեսը 2015 թվականին եմ ստեղծել, արդեն 10 տարի, եւ պարզապես շարունակել եմ այն գործունեությունը, որը անում էի այլ կազմակերպություններում մի քանի տեղ, ուղղակի համակարգել եմ եւ դուրս եմ եկել տարբեր ընկերություններից։ Առաջարկներ եղան տարբեր անշարժ գույքի կազմակերպություններից, իրենց հետ աշխատելու որպես խորհրդատու։ Մի դեպքում համաձայնվեցի, երկրորդ դեպքում համաձայնվեցի, երրորդ դեպքում հասկացա, որ այս ոլորտը ինձ շատ է դուր գալիս։ Ես այս ոլորտի խնդիրները Ես տեսնում եմ այստեղ խնդիրներ, որոնք կարող եմ լուծել, բայց ուզում եմ իմ համար լուծեմ այդ խնդիրները։ Եվ ես որոշում կայացրեցի, որ հերթական բիզնես պլանը ուղղակի չեմ վաճառելու եւ ասում եմ, չէ, որտեվ ազնիվ չի վաճառել այն դեպքում, երբ ես արդեն այս ոլորտով հետաքրքրվել եմ։ Եվ բացեցի իմ կազմակերպությունը, շատ դանդաղ քայլերով առաջ գնացի, շատ դանդաղ եւ կարծում եմ, որ նույնիսկ կարելի էր ավելի արագ գնալ առաջ, բայց փոխարենը շատ ֆունդամենտալ աշխատեցի եւ այդ համակարգը, որի մասին ասում եմ, այդ ստրատեգիան, որի մասին ասում եմ, մանրամասն պլանավորումը, ես իրականացրեցի իմ կազմակերպությունում։ Իհարկե կան խնդիրներ, իհարկե դեռ ամեն ինչ իդեալական չի եւ երբեք այդպես չի լինում, փոխարենը ես հասկացա, թե ինչ տիպի կազմակերպության կարիք կա եւ ինչքան լավ կլինի, որ մենք այդ տիպի կազմակերպություն ունենանք մեր երկրում։ Ինչով եք դուք յունիկ, բացառիկ կամ եզակի։ Ասել, որ մենք բացառիկ ենք գլոբալ առումով, սխալ կլինի։ Մենք բացառիկ ենք մեր մոտեցումով, մեր հաճախորդների նկատմամբ, մեր գործընկերների նկատմամբ, որտեղ կա իրավական տեսանկյունից ապահովություն, որտեղ կան լավագույն առաջարկներ, որտեղ մարդը ստրես չի տանում այդ անշարժ գույքի գործակալի հետ շփումից, որովհետև որևէ մեկը չի ուզում որևէ մեկի վրա համոզելով, խաբելով, բառը պիտի ասեմ թլոզելով ինչ-որ բան վաճառել, որևէ մեկը դա չի ուզում։ Փոխարենը ես ստեղծել եմ կազմակերպություն, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կլինի դա շատ ցածր արժեքով գույք վաճառող եւ կլինի շատ բարձր արժեքով գույք վաճառող հաճախորդ, ստանում են միևնույն տեսակի պրեմիում կարգի ծառայություն։ Երբ չկա խտրականություն, երբ յուրաքանչյուր մարդ ուղղակի այդ գործարքի շրջանակներում ունենում է ապահովության, հանգստության եւ լավ սպասարկում ստանալու, ճիշտ վերաբերմունք ստանալու, մարդկային առումով գնահատված լինելու այդ մոտեցումը։ Իրականում այս ձեր խոսքի ժամանակ հիշեցի, երբ որ հայտարարություններ են լինում, երբ որ փորձ ես ունենում ընդհանրապես գույք վարձակալության հանձնելու կամ գույք վարձակալելու, տուն վաճառելու եւ այլն, բոլոր հայտարարությունների տակ, բոլորի չէ, բայց մեծամասնության տակ գործակալները չզանգեն։ Այս ինչքանով է խանգարող հանգամանք ձեզ համար։ Ես ինքս շատ եմ տեսել այդ բանը, այդ մոտեցումը եւ որևէ մեկին դա մեղադրելու չի կարելի մեղադրել մարդուն, որովհետեւ մարդը ունի վատ փորձառություն։ Ինչի ունի մարդը վատ փորձառություն, որովհետեւ ցանկացած մարդ կարծում է, որ ինքը կարող է իր հարևանի բնակարանը վաճառել։
բնակարան են վաճառում տաքսու վարորդները, բնակարան են վաճառում վարսավիրները, այն մարդիկ, ովքեր որ շփվում են։ Բնակարան է վաճառում ցանկացած մեկը, որը ունի կրթություն, որը ունի անհրաժեշտ գիտելիքներ, իմանալ թե քաղաքի որ ծայրում ինչ բնակարան է վաճառվում, դեռևս եւ ունենալ մի քանի 100 կամ 1000 մարդու կոնտակտ, որին կարելի է զանգել ասել ես բնակարան եմ վաճառում, դեռևս չի նշանակում անշարժ բիզնես անել։ Մանավանդ որ այդ գործարքից կարող է ասեն ինձ ինչ տակ, ռեալ արտահայտություններ եմ ես ասում, կամ տվեք ինձ 0.35% միջնորդավճար եւ ես ձեր համար այդ բնակարանը կվաճառեմ, տվեք ինձ 100,000 դրամ եւ ես ձեր բնակարանը կվաճառեմ։ Այդ մասնագետներն են, այդ մարդիկ են, բնավ չեմ ուզում իրենց վիրավորել, դա իրենց որոշումն է զբաղվել այդ գործունեությամբ, այնպես ինչպես իրանք են պատկերացնում։ Մենք շուկայում չունենք կարգավորումներ, մենք չունենք համապատասխան օրենսդրություն, թե ով կարող է դրանով զբաղվել, եւ բնականաբար բոլորը ով ցանկություն կունենա կզբաղվի դրանով։ Բայց իմ փորձով ես նաեւ զուգահեռ բացեցի անշարժ ակադեմիա, որտեղ մենք հենց այն մարդուն, ով չունի համապատասխան գիտելիք, բայց ուզում է մտնել այդ շուկայի գրավչությունը, տեսել է այդ ոլորտի արժեքները իրան դուր են գալիս, ինքը սիրում է այդ գործը, կարող է ուղղակի մոտենալ, մտնել այդ process-ի մեջ, ստանալ շատ մեծ քանակի ծավալի գիտելիքներ, որը կներառի եւ էկոնոմիկայի ուսումնասիրություն եւ անշարժ բիզնեսի տրամաբանություն, լավագույն դպրոցները ինչպես են աշխատում, մոտեցումները որոնք են եւ այդ ամեն ինչը գրագետ անել էթիկապես ճիշտ եւ այս մասնագիտությունը, որը թանկ վաճառքների մասին է, թանկ գույքի վաճառքների մասին է, ինքը որևէ այլ պրոդուկտի չափ, մեքենաներից ամենաթանկ բանը մեքենաներն են, որը կարելի է վաճառել տենց ձեռքի հետ։ Հաջորդը ոսկեղեն եւ քարեր եւ անշարժ գույք։ Պատկերացնում եք տնտեսության մեջ իր լեվելի բարձրությունը եւ գնալ զրոյական գիտելիքներով դեպի էկոնոմիկայի ամենամեծ ծավալ ունեցող ոլորտ, դա կատաստրոֆիկ սխալ է։ Ձեր գործակալության աշխատողը կամ ձեր գործակալը ինչ է անում այլ, ինչ է անում այլ, քան մյուսները, որ անում են։ Իմ գործընկերը, ես չեմ ասում երբեք իմ աշխատողը, որտեվ դա էլ մեր էթիկական նորմերի ներքին բանն է, սկզբունքներն են, իմ գործընկերը էքսպերտ է այս ոլորտում։ Ինքը տիրապետում է շուկային, տիրապետում է պրոդուկտներին, լիարժեք գիտի յուրաքանչյուր գույքը ամենայն մանրամասնությամբ, սկսած իր կապ չունի առաջնային թե երկրորդային շուկայում է դա, սկսած իր շինարարության որակից մինչև իր բոլոր առավելություններ, որոնք կարող է 1000-ի հասնեն եւ բոլոր թերություններ, որոնք կարող է 1000-ից անցնեն, ինքը կիրթ է, բարեկիրթ է, գիտի վաճառքի սկզբունքները, որի հիմքում գնորդի համար առավելագույն լավ առաջարկներ եւ առավելագույն համապատասխան անհրաժեշտ առաջարկներ կայացնելն է եւ ինքը գիտի ինչ առաջարկի, որը կլինի ներդրումային առումով գրագետ եւ վերադարձելիության առումով նաեւ գրագետ, որտեղ բոլոր կողմերը կլինեն ապահով, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում եւ ներդրումային առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, այսինքն այն մարդը, որը ապրելու է այդ տանը, ապրելու է իրեն համապատասխան լավագույն միջավայրում, այն մարդը, որը այդ գույքը ձեռք է բերում զուտ ներդրում անելու ապագայի համար, որքան ժամանակում դա հետ կվերադարձնի, տնտեսական ինչ ցուցանիշներ, ինչ իրավիճակներ կազդեն այդ գույքը ավելի հեշտ վերադարձնելու ներդրումը կամ ավելի ուշ վերադարձնելու այդ ամբողջ հաշվարկային process-ը, այդ ամբողջ բիզնես մոդելը, կարծեք թե մենք հստակ ներկայացնում ենք գնորդին, որը իհարկե անում են նմանատիպ ծառայություններ շատերը եւ նաեւ չեն անում։ Բայց իմ գործընկերը, իմ աշխատակիցը, իմ կազմակերպությունը մենք էքսպերտ ենք այս ոլորտում։
Շնորհակալություն։ Ձեր խոսքի մեջ նշեցիք նաև, որ ոլորտը գրավիչ է։ Որ խնդրեմ հայաստանյան շուկան կներկայացնեք, ներկայումս ինչ տենդենսներ են հայաստանյան եւ վարձակալության եւ վարու-վաճառքի ոլորտում։ Ոլորտը գրավիչ է, ասելով նկատի ունեմ, որ անշարժ գույքի եւ առքուվաճառքի եւ հատկապես կառուցապատման մասնաբաժինը ընդհանուր տնտեսության մեջ եւ հնայի ձևավորման մեջ է բավական լուրջ է։ Հետևաբար սա լուրջ տնտեսության լուրջ ճյուղ է, լուրջ ուղղություն է, որտեղ ահռելի մեծ մրցակցություն կա։ Եվ այդ մրցակցությունը կհաղթեն այն մարդիկ, որոնք կլինեն էքսպերտ եւ որոնք կներկայացնեն լավ ծառայություն, լավ առաջարկներ, որոնց հետ հեշտ կլինի աշխատելը, որոնց հետ ինչու՞ չէ նաեւ հաճելի կլինի եւ ստրեսային չի լինի աշխատելը։ Ինչ տենդենսներ կան, շատ հետաքրքիր տենդենսներ կան, ամեն ինչ խառն է։ Տենդենսը հիմնական այն է, որ որոշ ուռճացված արժեքների գույքեր շարունակում են իրենց արժեքը նվազեցնել, բայց ասել, որ շուկայում կա գների անկում, համատարած, նման բան չենք կարող ասել։ Կառուցապատման մեջ չենք կարող ասել դա այն առումով, որ եւ լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ կան հումքի ներկրման առումով, բազմաթիվ կառուցապատողներ այդ մասին բազմիցս բարձրաձայնում են, կան թանկացումներ համաշխարհային շուկայում եւ բնականաբար ընդհանուր ինֆլյացիա կա եւ մեր երկրում ունենք հարկային ռեժիմների փոփոխություններ, որոնք բնականաբար անշարժ գույքի շուկայի վրա անդրադառնում են։ Երկրորդային շուկայում պետք է ասեմ, որ պայմանավորված ռուսական պատերազմով արժեքները դրանից առաջ էլ որոշակիորեն պետք է նշեմ ցավով Արցախյան պատերազմով որոշակիորեն բարձրացել էին արժեքները Արցախի հանձնումից հետո դա չէր բարձրացել, որովհետև քիչ ավելի մարդկային էին։ Շատերը նշում են, որ արցախցիների նկատմամբ կար վերաբերմունք խտրական եւ այլն, բայց ես կարող եմ նշել, որ շատ կազմակերպություններ նույնիսկ առանց միջնորդավճարների էին աշխատում եւ շարունակում են աշխատել արցախցիների համար, ինչ վերաբերվում է միջնորդ կազմակերպություններին եւ շատերը շատ մեծ զեղչեր արեցին արցախցիների բնակարանների ձեռքբերման մասով։ Փոխարեն այդ ռուսական պատերազմից հետո բարձրացած ուռճացրած արժեքները որոշակիորեն իջնում են, նվազման միտումներ են ունենում, բայց պետք է էլի հղում անեմ էկոնոմիկայի օրենքների, որ այն ինչը թանկացել է, երբեք չի վերադառնալու իր նախկին գնին։ Եվ նստել, սպասել, որ հեսա տան գները կիջնեն եւ մենք տուն կգնենք, դա այդքան էլ ճիշտ չի, որովհետեւ էլ եմ ասում, մենք ունենք հարկային ռեժիմների փոփոխություն, տարբեր ծառայությունների վրա եւ պատկերացրեք չեմ ասում NDS-ի անցումները, որոշ ծառայություններ, օրինակ փաստաբանական, իրավաբանական խորհրդատվությունը NDS-ով է հարկվում, բնականաբար սա արժեք է փոխում շուկայում։ Նույն այն ընկերությունները, որոնք 5% էին վճարում շրջանառության հարկ, այսօր 10% են վճարում։ Կրկնակի տարբերություն ենք ունենում մենք հարկերի վճարման։ Բնականաբար այդ ամեն ինչը իր ուղիղ եւ շատ հստակ ազդեցություն ունենում է նաեւ անշարժ գույքի շուկայի վրա։ Հետևաբար սпасել շատ գնեիչեցման չի կարող լինել։ Շնորհակալություն Սաթենիկ ջան։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Սաթենիկ Մկրտչյանն էր, Home Invest անշարժ գույքի գործակալության ղեկավարը եւ բիզնես կառավարման խորհրդատու։ Դուք լսում եք դիտում եք Մեծ գործ podcast-ը, բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցցանցերում։ Շնորհակալություն։